Ողջունում եմ բոլորիդ, ասորնությունը թող այսօր շարունակվի, ես ասում եմ շարունակվի, որովհետև նա առատորեն գալիս է մեզ վրա եւ մենք դա արդեն համոզված ենք, մենք գիտենք, արդեն ճաշակել ենք, դրա համար այսօր ես պետք է խոսեմ սուրբերի հետ, զավակների, որոնք որ ընտրյալներ են, որոնք որ այսօր ունեն տեղ, այնտեղ երկնքում, որ Աստված ասեց եկեք ինձ մոտ հոգնած բեռնավորվածներ եւ ձեզ կտամ այդ հանգստությունը, ալելույա, դրա համար մենք այսօր Մուկուչ աղբորս ուղերձը շատ ոնց ասած դիպուկ էր, ասեց նա ինչ որ մարդու վրա մեր հույսը չենք դնում, այդ ինք որ ասեց Հակոբ եղբոր համար, դա մեր քերն է եղել, շատ լավ մարդ է եղել, բայց ամեն մեկս էլ անսնողական ենք, ամեն մեկս էլ պետք է ժամանակավոր այս կյանքին մեջ ապրելով, մենք միևնույն է, ասма մահս եկավ, թողեմ կերթամ, հոս մնայում քաղաք չունենք քաղաք այստեղ, կա ժամանակավոր են ոնց որ թե հիշում եք Եգիպտոսից որ դուրս եկավ ժողովուրդը Միտեղ կանգ առան, ասեց ընտեղ 70 այդ խուրմայի ծառերը եւ 12 աղբյուրները, ասեց մի քիչ հանգստացեք այստեղ։ Մի քիչ հանգստացեք եւ այստեղ տեղից հետո նորից տեղափոխվեցին եւ սկսեցին առաջանալ Հորդանա։ Ես կուզենայի մի քիչ այդ մասին խոսել Հորդանա հասնելուն, Հորդանայի մյուս կողմը Մինչ հասնելը դուք հիշում եք երկու ցեղեր, որոնք որ ուզեցին այնտեղ մնալ։ Նրանք հավանեցին այնտեղ, բայց Աստծո, նայեք, ես այստեղ ինչ եմ ուզում ասեմ, որ ծրագրերը Աստծո մենք շատ անգամ ուզում ենք խախտել։ Պատահում է, չէ՞ մեր կյանքին։ Նույնիսկ իմ մոտ է տենց ստացվել։ Ես ուզում եմ որ ասում Տեր ջան ինչ կին աղաչում եմ մենք փոքր երեխեքի պես ընկնում ենք քիչ ամնում արդեն ոտերով էլ խփես ման անես մի քիչ ներվայնություն ես ուզում անես որ ինչ կլինի Տեր Աստված տուր Տեր Աստված ասում է շատ ես ուզում հա ուրեմն տալիս է շատ անգամ տալիս է բայց ոչ ի օգուտ մեզ ամեն համաձայն եք թե մի քիչ համաձայն չեք այդ հարցում մեկ Շատ անգամ, ոչ թե մեկ շատ անգամ մենք չգիտենք մեր ուզածը, թե ինչ ենք ուզում։ Եվ ես վերջերս ես կարծես, թե ավելի շատ ուշադրություն եմ դարձնում, գիտեք ինչին վրա, որ ասում կա կարևոր բան մեր կյանքի մեջ, մենք արդեն բոլորս էլ էմիգրանտ ենք, որոնք որ ստեղ կան 35 տարի, 36, 30, 20, մենք որ դուրս եկանք մեր երկրից, Մենք ինչ-որ մեր ճամպրուկների մեջ այնպիսի բաներ դրեցինք կարևոր բաներ, մեզ համար օգտակար բաներ, չնայած այդ էլ կարող է այդքան օգտակար չլիներ մեզ համար, բայց մենք չենք կարող շալագենք մեր ասենք սառնարանները, մեր դիվանները, մեր ամեն բան, հետներս քաշտային բերենք ստեղ, վերցրինք այն, ինչ որ կարևոր է մեզ համար, էդի խորհրդանիշ թող լինի մեզ համար եւ մենք կարողանանք հասկանանք այս վերջերս ես կուզենայի որ մենք ժողովրդով ընդհանուր որպեսի ամփոփենք այդ մեր հարցերը ես ասեցի Հորդանանի համար եկան հասան այնտեղ մարդիկ նայեցին ասի շատ լավ տեղ է Տեր ասին Մովսեսին ասին դուր մեզի այս տեղը Հեսուին ասին դուր մեզ բաժին ունեք, ճիշտ է, իրենք շատ անկեղծորեն անցկացրին, լիովին նրանք եղան նույնպես Իսրայելի մյուս ցեղերին հետը հաղթեցին, բայց ստեղ ես մի պահ ուզում եմ, մի պարագա կա, որ ուզում եմ կանգ առնեմ եւ միասին ամփոփենք։ Եթե Աստված ասել է, եթե Աստված ասում է թագավոր ձեզ պետք չի, առանց թագավորի պետք է առաջնորդվեք։ Ուրեմն Աստված գիտի, չէ՞ ինչ ասում։ Առանց թագավորի, չէ, մենք ուզում ենք մյուս երկրների, մյուս եկեղեցիների, մյուս տեսակ այդ նմանությունների, որպեսզի մեր մեջ էլ լինի թագավոր։ Մենք էլ ունենանք թագավոր, մենք էլ կարգեր ունենանք, մենք էլ նմանվենք այն որոնք որ այսօր նմանապես Մուկուչ աղբոր ասածին պես որպեսզի տարբերվենք
ավելին լինենք, բայց կա այսօր կարևորություն, որը որ մենք եւ ես դրա մասին կուզեի մի քիչ խոսենք, զրուցենք, ամփոփենք գլխավորությունը, կարևորությունը, բովանդակությունը, որ գանք հասնենք նպատակակետին, որպեսզի գանք հասնենք, կանգ առնենք այնտեղ եւ մեր հայացքը հարելով դեպի երկինք, տեսեք, ստեղ կա մի բան, որը որ պետք է մեր մեջ, մեր մարմնին մեջ, մեր տաճարին մեջ կազմավորվի մի այնպիսի բան, որպեսզի այստեղից ինչ ենք խնդրում, ինչ ենք ուզում, ինչ ես ուզում, ասма դու ինքդ կա մեկ խոսքը, չէ, ասма ռուսերեն ասма ты сам не понимаешь, что ты говоришь, что ты хочешь, ինչ ես դու ուզում, այսօր մեր նպատակը, մենք ինչ ենք ուզում, ինչի համար ենք այսօր հավաքվել, ինչ նպատակ ունենք, որպեսզի հավատքն գրված է, չէ, հավատքի վրա, շնորհքը շնորհքին վրա, եւ այդ հավատքը, որ այսօր ես լսեցի, նույնպես ուզում եմ միաբանվել, միասին ձեզ հետ, միասին կարողանանք ամփոփենք, խոսենք մեր հավատքին մասին, որն ասում է Հուդան 1 գլուխ է գրված, որտեղ որ 20-րդ խոսքում ասվում է ոչ թե սովորական հավատքին մասին, այլ բանից դուրս է գալիս, որ կա հավատք, ավելին կա հավատք, հատուկ հավատք։ Ամենասուրբ, այո Գուրգեն ջան, ամենասուրբ հավատքը, որ դա մեզ պետք է, դրանով պետք է ապրենք, դրանով շնչենք, գոյություն ունենանք, որտեղ մարդկային հավատքը, մարդկային հավատքը, ասենք մի քիչ կարող է օգնի, բայց մենք գիտենք, որ կա ավելի սուրբ հավատք, որը որ Աստված, արեք այսպես ասենք, հիշենք են կնոջը, որը որ Սամարացի կինը, մոտեցավ ջրհորին, Հիսուսն այնտեղ իրեն սպասում էր, գիտեր, որ պետք է գա այստեղ կին, որը որ նրա հետ պետք է խոսակցության մեջ մտնի, և այդ խոսակցության ժամանակ կինը ասեց, որ մեր հայրերը, մեր Հակոբ հայրը արդեն անվանում են, բայց խախտված էր ընդեղ, որովհետև խախտել էին Իսրայելի կանոնները, ես այս ժամանակ մի քիչ մտածում եմ, ասում ինչ հետաքրքիր է, Սամարացի կնոջ հետ ազատ ելք ու մուտք խոսալու, ասենք դիալոգ, էթմա նրա հետ խոսում է, ասում է, լսում է, պատասխանում է, իսկ Նիկոդեմոսի հետ խոսելուց հարցեր է տալիս, ասում է դու վարդապետ ես, բայց Նիկոդեմոսը չի կարողանում իրեն պատասխանին, նույնիսկ չի հասկանում, ոնց կարող են վերի ծնունդ ունենալ, իսկ Սամարացի կնոջը ասում է, այո, հասկացնում է հանդիմանությամբ, կարծես թե մի քիչ հանդիմանում է, բայց հետո գալիս է, նրան բերում է այն վիճակին, որ ասում է, հայրը իրեն երկրպագողներ է փնտրում, ինչպիսի երկրպագողներ, հարազատներս, հենց այդ երկրպագողները, որոնք որ այսօր մենք այստեղ ենք, ես չեմ կարող ասել, որ 100%-ով մենք ենք, բայց կուզենայի, որ ամեն մեկս եկեղեցում, երեցից սկսված, հովվից սկսված մինչով են փոքր երեխան, որպեսի այդ հավատքին մեջ են, որը որ խոսեցինք, ստեղ գրված է, բայց դուք սիրելիներ, ձեր անձերը ամենասուրբ հավատի վրա կառուցեք և սուրբ հոգով աղոթքով, աղոթքը, որը որ դա ինչ-որ միաբանություն է Տիրոջ հետ, զրույց է Տիրոջ հետ, մի հատ եղբայր ունեի, շատ լավ եղբայր, և լկա ինքը, բայց Հայաստանում է, ասում է սկզբից ես աղերսում եմ Տիրոջ առջև, հետո ես աղոթում եմ Տիրոջը,
Հետո ես սկսում եմ զրուցել Տիրոջ հետ, հագենում եմ, երբ որ Տերը նա պատասխան է տալիս ինձ, երբ որ նրա հոգին վկայում է իմ հոգուն, որ ես Տիրոջ զավակն եմ, կարծես թե կնիք է խփում, հաստատվում է, եւ ես հաստատվում եմ, որ ես իրոք աղոթելով այդ սուրբ հավատքին, եւ ստեղ գրված է, դուք ձեր Աստծո սիրո մեջ պահեցեք, սպասելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունը հավիտենական կյանքի համար։ Եվ եկանք մենք այն եզրափակության, որ ասում է այդ հավիտենությունը, որ մարդիկ մեզ խենթ են համարում, շատ անգամ նայելով մեզ ասում են ցնդել են, բոլորս էլ անցել ենք, չէ՞, որովհետև շատ անգամ, որ հավատքի ենք եկի ասում են, ինչ կատարվեց քեզ հետ։ Ես արդեն ասում եմ, մի հատ գիրքը կարդա, դու էլ կփոխվես։ Ավետարանը կարդա, խորացիր ավետարանի մեջ, այդ սիրո օվկիանոսին մեջ են, եւ դու այն ժամանակ գոչում ես այն երգը, որ երգում ենք, հայն ժամ գոչեմ, ինչ մեծ ես դուն, ինչ մեծ ես դուն։ Մեր կյանքը միևնույն է, ես ուզեմ, չուզեմ, մեր կյանքը ընթացքին մեջ է։ Եվս մի քիչ ժամանակ դա մեր դուրը գքա, չի գա, ցանկանանք, չենք ցանկանա, բայց կա մի բնույթ, որը որ մենք պետք է դրա մեջ մտնենք, եւ Հիսուսը այսօր բոլորիս է կանչում։ Առանց դրա, առանց Հիսուսի ներկայությամբ, առանց նրա այդ անձեռագործ տաճարներին մեջը, եթե նա չի բնակվում, մենք չենք կարող, այտենց գրված է, չէ, որ երկու տիրոջ ծառա չես կարող լինել, չի ստացվի, երբեք նույնիսկ փորձենք, չենք կարողանա հաճելի լինել երկու տիրոջը, մեկ տիրոջը հաճելի լինենք, մեկ Հիսուսին, որովհետև նա է մեր փրկիչը, մեր Տերն ու Տիրակալը, ուրեմն Հովհաննեսի 14 գլխում 15, 16 ասվում էր բոլոր արդեն մխիթարիչի համար, որովհետև նա արդեն գիտեր, որ ասում էր, ես երբ որ գնամ, մխիթարիչը Սուրբ Հոգին կուղարկեմ, որպեսզի դուք մխիթարվեք եւ կարողանաք ինձ հետ կապնվեք։ Կարելի է այս ձևը ասել, որ այդ սեկրետնի գախնի, որը որ մարդկանց մոտ փակ է, Աստված լուսավորում է մեր հոգու սրտի աչքերը եւ մենք կարողանում ենք տեսնելով տեսնել եւ լսելով լսել։ Այն ժամանակ մեր մեջ արդեն բնակագրվում է, մեր մեջ տարածվում է եւ այդ աղբյուրը բացվում է, այն աղբյուրը, որ եկան, իրանք արդեն ընդեղից սնվում էին, ասма վերջին օրը 37 Հովհաննեսի, վերջին օրը կանգներ կաղաղակեր, ինչի համար էր աղաղակում, մարդիկ խուլացած էին, կներեք ես երևի մի քիչ բարձր եմ ասում, մարդիկ խուլացած էին, բայց մենք տեսնում ենք, որ կարևորություն կար, որ մարդկանց պետք է բնագրվեր, դրվեր նրանց սրտին մեջը, նրանց ուղեղին մեջը, դրա համար Հիսուս կանգներ կաղաղակեր, ասма ծառավներն եկեք ինձ մոտ, նրանց ներսից կենթանի ջրի աղբյուրներ կբխեն։ Դե արեք հիմա նայենք այն աղբյուրները, որ բխում էին աթոռից, այդ աղբյուրներից խոսենք, որ եկե հասել է մեզ Հիսուսը, ինչպես ասեցի 14, 15, 16 եւ շատ տեղեր կա, դա ես վերցրեցի ամենա ոնց ասած, որտեղ որ երևալի տեղեր են, որ ասում եմ մխիթարիչին համար, եւ այդտեղ սկսվում է, ասվում է, որ այդ աղբյուրը բխում է, այդ գետերը, նույնիսկ աղբյուր չի, այլ գետ է դառնում, գետերը բխում է եւ որտեղ որ այդ գետը մտնում է, այնտեղ կենթանացնում է այդ, եթե ասենք լիճը, վդե արեք մի հատ ուրիշ ձև նայենք, ով գիտի աղի լիճը, կա չէ տենց, Մյորթվե մորե, ընդեղ Երուսաղեմում, Իսրայելում,
ինչ էլ լսվի նրա մեջ, ինչ ալնում, մեռնում է։ Հորդանանի են լավ սիրուն այդ ոնց ասած են անուշ ջրերը մտնում են ընդեղ, վրաս մեռնում է։ Եվ տեսնում ենք սերմացանի առակը։ Իշքան էլ տես որտեղ որ սերմերն են գնում էր, օգուտ չկար, միայն պարատ հողին մեջը։ Եվ ստեղ մենք տեսնում ենք Աստված մեզ կենթանացրեց, որպեսզի մենք կարողանանք այսօր օգտակար լինենք Աստծո թագավորության համար, սփռենք աշխարհով մեկ եւ կենտրոնանանք, թողնենք աշխարհը, հրապուրանքները 100%-ով չի կարելի, չէ՞ թողնել, չի ստացվում, բայց կա բաներ, որ մենք պետք է հրաժարվենք, որպեսզի կարողանանք հասնել այդ հասակին, որը որ Աստված մեզ համար պատրաստում է, ուրիշ ձև չկա մոտենալու Հիսուս Տիրոջն։ Մենք կարող է էմոցիայի մեջ ընկնենք, հոսանքին մեջ մտնենք ու կարծես թե լավ ուրախություն լինի մեր մոտ, ուրախանանք, փառաբանենք, երգենք, գոռանք, բայց դա ժամանակավոր է, վայրկյանական, իսկ ստեղ որ կարդացինք Սուրբ Հոգու աղոթքը, Սուրբ Հոգու միաբանությունը եւ մեր միաբանությունը, մեր կենտրոնացումը եւ մեր այդ բոլոր ինչ որ Աստված մեր մեջ դնում է, մենք օգտագործում ենք իր փառքին համար, այն ժամանակ արդեն մեր կյանքը նվիրվում է Տիրոջը եւ մենք պիտանի ենք լինում Տիրոջ փառքին համար։ Գնացեք եւ սփռեք, գնացեք եւ ասեք, մի լռեք, բարձրաձայնեք, խոսեք, ասեք, որովհետեւ խաչին վրա մեր Հիսուս Քրիստոսը իր կյանքը տալով նայեց այն ժամանակ նույնիսկ սիրով լցված բոլոր մարդկանց վրա, ասես Տեր, չգիտեն ինչ են անում։ Ստեփանոսը, մյուս սուրբերը իրենց մեռնելուց առաջ իրանք հասկանում էին, որ հավիտյան այս երկրի վրա հոս մնայում քաղաք չունեն։ Ես նորից հետ եկա այդ խոսքերի վրա, որ մենք ճիշտ է Ամերիկան շատ լավ երկիր է, շատ հանգստություն ա տվել, ապաստան ա տվել մեզ, բայց միևնույնն է, դա վերջանալու է։ Ես հիշում եմ, երևի Մուկուչ ախպեր, դու հիշես, մի անգամ ուշեղ աղոթք եղավ, աղոթքի ժամանակ Տերն ասեց, Երանի են ազգին, որ իմ փողի ձայնը լսում են, եւ հենց քեզ էլ ասվեց, ասма, դու որ լսես այդ փողի ձայնը եւ յետևես ինձ։ Շատ կարևոր է, կարևորությունը, նորից գանք 8:1, Եբրայեցոս, խնդրում եմ 8:1, եթե կարելի անտեղ դրեք, Եբրայեցոս 8:1, դա կարևոր մի տեղ է, ես կուզենայի, որ այս երեկո մենք ավելի խորանանք դրա մեջ, Եբրայեցոս, եթե չէ, ես կգտնեմ։ Լավ, ես բացեցի արդեն։ Արդ մեր ասացների բովանդակությունը այս է, եւ ասացներից բովանդակությունը սա է, մենք այսպիսի քահանապետ ունենք, որ մեծափառության աթոռի աջ կողմը նստեց երկնքում։ Փառք Տիրոջը։ Նա նստած է երկում, Ստեփանոսը տեսավ, կանգնած տեսավ նրան։ Մենք այսօր պետք է մտնենք երկինք հավատքով, որովհետև արեք սենց մի հատ օրինակ բերեմ, եթե կարելի է ես աշխատեմ, որպեսզի ես օրինակով ուզում եմ համ ես հասկանալ, համ մենք բոլորս հասկանանք, թե ինչ է նշանակում Աստծո հոգին վկայում է մեր հոգիներին, որ մենք իր զավակներն ենք։ Գրված է, չէ՞ տենց։ Ուրեմն հիմա ասենք եղբայրներս նստած են, ամեն մեկը նստած եք, դուք
իմ հոգուս մեջ չգիտեք ինչ կա, ինչ որ հոգին է, ասма, ինչ որ հոգին գիտի, ամեն մեկին մեջը նրա հոգին գիտի, թե ինչա։ Եթե ես այսօր, հիմա ասենք, էսի ոչ թե ֆանտազիայի պես մի բան է, բայց իրականություն, որ Աստծո հոգին ամեն բան գիտի, չէ։ Աստծո հոգին ներխուժում է ամբողջությամբ ամեն մի անձին ներսը եւ ամեն բան գիտի ինքը։ Հիմա եթե մենք ոչ թե եթե արդեն կա, որ մենք ստացել ենք Սուրբ Հոգի, մեր հոգին միաբանվել է Աստծո հոգու հետ, Աստծո հոգին վկայում է մեր հոգիներին, որ մենք Աստծո զավակներ ենք։ Հիմա ինձ ասեք, մենք իրավունք ունենք ներխուժել երկինք։ Մենք կարող ենք հասկանալ, թե Աստծո հոգու մեջ ինչ կա։ Աստծո հոգուն ինչ որ բացվում է, ինչ որ Աստված իր գիտելիքները, իր ոնց ասած, իր զորությունը, ուժը դնում է մարդկանց մեջ, մենք շատ անգամ քույրերին պես չենք կարողանում հասկանալ, որ մենք կարող ենք երկրպագողներ լինենք։ Այստեղ հենց ասում է հոգով եւ ճշմարտության։ Տերն օրհնի ձեզ։ Ես օրինակ sense մի օրինակ էլ բերեմ եւ շատ չերկարացնեմ։ Հիշում եմ, որ նոր հավատքի է գալիս, նոր հավատքի եկա, նույնիսկ գաղափար չունեի, չէի կազմում, թե հավատացյալներն ով են, ինչ են, բայց քույրս վկայում էր միշտ, Զարուհի քույրս վկայում էր, որ Աստված կա, ինքը բարի է, այնքան իր դեմքին որ նայում էի, հիանում էի, որ ինքը վկայում էր, կարծես թե հաճույք էր ստանում, երբ որ Հիսուսի մասին էր խոսում։ Ես ասում եմ, այս աղջիկը հետ ես ինչ է կատարվում, ես ինչ խենթություններ ա խոսում, ինչ էր ասում, դե որ եկավ ժամը ասավ, որ ինքը արդեն էլ չէր կարում իմ հարցերին պատասխաներ, մեկից հենց հոգով լցվեց, Սուրբ հոգով լցվեց ու սկսեց երգել։ Մեր ընտանիքը ընդհանրապես մի քիչ երաժշտության հետ կապ ունի, դե ես հասկացա, որ ասես իմ քույրս է, ես գիտեմ, որ ինքը այդ աստիճանի, ասենք, պրոֆեսիոնալ չի կարող երգել, բայց այդ ժամանակ ինքը երգում է տարբեր լեզուներով։ Ես զարմացած, հենց ուշադիր նայում էի, երբ որ եկավ ժամը հասավ, որ պետքա բոլորս ծնկի գայինք, Արայիկը երևի հիշի հիմա ես որ ասում եմ, այդ ժամանակ, որ բոլորս ծնկի եկանք, եւ ես մի բան զգացի, իմ ներսին մարդն, հենց այդ ժամանակ ես հասկացա, որ իմ ներսս կա հոգի, իմ մարդու հոգին, եւ Տիրոջ հոգին, երբ որ կպավ իմ հոգուս մեջն, ես սկսեցի հասկանալ, ասում եմ Քրիստոսը խաչնաբարձրած է, ես գիտեմ, հաստատ գիտեմ, ինձ ոչ ոք չի կարող ասենք, թե ասի, չէ, խաչյալ չի Հիսուսը, Քրիստոսը կյանք է, Քրիստոսը հարություն է արել, խաչելությունը, հարությունը, կարծես թե իմ հոգին, նրա հոգին, որ կպել էր իմ հոգուս, լրիվ հոգուս սրտի աչքերը բացվել էր, էսի ոչ թե ֆանտազիա էր, ես զարմացել էի, զարմանքով նայում էի երկինք, նայում էի բոլորին, ասում էի Աստված կա։ Եվ ես վերջերս շատ եմ ուշադրություն դարձնում նույնպես 11-16 Եբրայեցոս ասում է Տերոջ գալացողները պետք է հավատան, որ նա կա։ Եթե չես հավատում, եթե մշուշի մեջ ես, չես կարող հասկանալ։ Դրա համար, որպեսզի մենք կարող ենք ընկալել, մենք պետք է որ մտնենք այդ օվկիանոս սիրո մեջը, այն ջրերը, որ դարձվում է կենդանի ջրերը, որ այնտեղ սկզբից կամաց, որ խորացավ, հետո սկսեց այդ ջրի մեջը լողալը։ Ժամանակը հասած է, որպեսզի մենք մտնենք այդ կենդանի ջրերի մեջը եւ մենք ապրումներ ունենանք երկնքի հորիցը։ Ես հասկացա, հարազատներս, արդեն քանի տարի է, եթե չեմ կարող ասենք, որ չլինի, որ ես պարծենում եմ, պարծենցողը թող պարծենա Տիրոջ մովը, բայց ամեն անգամ հաստատվում եմ, որ երկնքում կա Աստված եւ ամեն բանին ժամն հասած է, եւս մի քիչ ժամանակ եւ Տերը կգա
եւ չի ուշանա։ Ամեն փառք ու պատիվ։ Հայրենս չի բան եղել, չէ՞, խոսացի, հասկացանք իրար։ Դե որ հասկացանք, արեք հավատքով, սուրբ հավատքով, Գուրգեն ջան, այդտեղը դու լավ հիշեցիր։ Ամենասուրբ հավատքով գանք Տիրոջ առջև։ Ալելույա։